Անոնք որ ուսուցիչներ եք, զորանոցի պես պիտ վարվիք աշակերտներում, առաջին բարդավորությունը լեզուն սորվիլ, երկրորդը դպրոցներում մեջ պետք է վարժեցնեն զորավարժության, թուն որ դուն ունիս, թրներ ունիս, գբանքով գպագես, գբաշպանես կունեցածըտ, Բաշխանելու համար բադրաստություն պիտի ունենաս, ոչ թե թռները բացկած ես, ներկայից Հայաստանի թռները բաց են թշնամիներուն, աս դունըտ պիտի լեցնես ուրիշ հայերով, ատ պիտի լաս կսպոնքը, ադոր եկած, համար եկած եմ, որ ժողովուրդը հոց արդրնա, սպյուրքը ասկային ժառանգություն է, հայկական ժառանգություն է, և հայկական ժառանգության մեկ մասը պետք է երթա իր հայրենիքը, իր ներկայությամբ կամ իր մտային ստեղծագործությամբ կամ հարստությամբ, որ այդ երկիրը հարաճանա։ Հայաստանի մեջ, եթե ժողովուրդը հավաքվի արևմտահայ, արևելահայ, ինչ լեզվով պիտի խոսին, արևելահայ կամ արևմտահայ, ուրեմն պետք է միացվի, ինչպես կարելի միացնել, հայերեն լեզուն երկուքի բաժնված է քրափարեն, մինչև 1850 մինակ քրափարն էր, աշխարհափարը պերանացի էր գխոսվել, բայց քրավորը քրափարն էր, քրափարեն երկու ճյուղ բաժնվեցավ, արևմտահայերեն, արևելահայերեն, Գրիգորոդյան, վերջը Երվանտոդյան, Ռոմանոս Մելիքյան, ասոնք միացին եկան և քերականության քիք կազմեցին, սկիզբը ինչ իրենք գիտեք, հոգնագին ները գա, չէ ներ, քիրքեր, Եչով, բարդեզներ, եչով գկրենք մենք, չէ, իրենք էյով կրեցին, բադրյարքարանը գիտեց ինչրա, ամեն դված քիրքերը արավ և այրեց, տես բոլսո մեջ եղա, բայց վերջը ուրիշները չարունագեցին, վերջը հաստատվեցավ քերականություն, արևմտահայերենին, որ վերջը հայր
Այդնյանը քիր կազմեց 250 էջնոց, որ մինչև մեկը կործածվի։ Աբրիս։ Որեմ, արեմդահայերեն գա, արևելահայերեն գա, քրափար գա, ես հավաքեցի 7 հատ հայակետներ, Հայաստանեն, Բերութեն, Վենեդիգեն, Փարիզեն և Լոս Անջելեսեն, հերավար գերբով մենք այս նյութերը ստուգեցինք, փայերը, ածանցումները, թերանունները և այլն, դարբերությունը 11 օրենք էր, քիր կազմեցինք միասնական, աշխարհապար, քրական հայերը։ Հիմա ադի հրադարագեցինք, համաժողովորինք, դարաձեցինք, որ նպատակնից ան է, որ աստիճանաբար հայերս ունենանք մեկ լեզու և մեկ ուղղակություն։ Հաջորդը հողային հարց է։ Մեզի 1920-ին դրված է մասնավոր վճիր, որ Հայաստանի միացյալ հողը, արևելահայը և արևմտահայ, պիտի լա 162,000 քառակուսի կիլոմետր, կգոչվի Վիլսոնյան իրավարար վճիր։ Պատմական հարցերու համար չի իրականացված, բայց ադիգա մեր իրավունքն է։ Թուրքերեն գցեք դուք դափու։ Մենք դափու ունենք 162,000 քառակուսի կիլոմետրի համար։ Այդ դափուն Հայաստանի գոմե չէ բանջված։ Ես ուրիշներու հետ միացին պետք եղած միջազգային դատարան գտա։ Տեսնեմ անին ու նոր մերնեմ, Ախուրյանի չրերի պես, զմրուխ տեշեն ամպյուրելով, տարացվի նոր սիրո դուքավ, տեսնեմ անին ու նոր մերնեմ, Հուզիչ է դեսնալ երիտասարդ ծերունդը Սյունիքի մեջ, որ Դանիել Վարժան Գարդասան է, արևմտահայերեն, նույն հոգեվիճակով, որ ինքը կրած է։ Հուզիչ է ինձի համար, որ զանազան բարականերում կրած են ոդանավորներ, որուն իությունը և ոգին մեկ բան է, հայը և Հայաստանը։ Այդ մեկ տարվա ընթացքին բավական հարաշտիմություն կատարած եք, որպես ասմունքով քնահատելի է և մեծապես կարևոր է, քնահատելի ան, որ զգացումով գարդացանեք, ամեն մեկ բառ իր իմաստ ունի, որպեսզի բեռնեն երթա ուղեղին, ուղեղին երթա սիրտը, սիրտեն դառնա ապրելակերպ,
մեր նպատակը որպես բանաստեղծ ինչ է, որ մեր բարերով, մեր զգացումները ցեդի հաղորդվին եւ ադիգա դառնա իրականություն։ Եվ որ գսենք մենք նույն գաղնի դարբեր ջուղերն ենք, մենք նույն թրջունի երկու թևերն ենք եւ նույն ոսողի միակ զոհերն ենք։ Այսինքն հայությունը ուր որ արելա Հայաստանի մեջ, Արցախի մեջ, Սփյուռքի մեջ նույն զգացում ունի թեպի իր հայրենիքը եւ միաժամանակ նույն ոսողի զոհն է թուգաստեղ սփյուռքահայը դարբեր երկրներում մեջ պատմկամը հիմնականորեն ասե Դանիել Վարժան գտեցնա որ արշալույսը պիտի ծագի այսինքն Հայաստանը անկախ պիտի լա նույնպես ես դեմը քրած եմ բանասուդության մեջ ապրիլ 24-ին արդյոք կլսեք այդ զանգերու ցայնը որ Արարատեն փխած գդարածվի բոլոր հայության այդ պիտի լա հիմնական պատկամը դուք չանքեր թրած եք մեկ նպատակի համար մեզի հաղորդելու ինչ որ ես եւ Դանիել Վարժանը ասած է որ պատկամը ասե թուն հայես Հայաստանի դիրությունն է թուն հայես որ եվետիս հող մին զիչիր թշնամիտ թուն հայես ուրալաբրիս Երևան Սյունիք Ստեփանագերտ կամ Լոս Անջելես այդ գաբն է որ մեզի մեր աբական պիտի գերտե մեր մտավորականները զոհվեցան երդացար տարիքին 28-30 տարեկան, 40 տարեկան, 50 տարեկան մեկ նպատակով չուզեցին լքել հայրենի հողը ցանկերնին դվին բայց խաղապարը սրսկեցին հաջորդ սերունդներում ուրեմն գեզրակացնեմ ասելով որ հաջելի էր մեծաբես կգնահատեմ այդ չանքերը որ տրածեք հարաշտիմություն գա ձեր ասմունքի մեջ շարունակեցեք այդ ոգին եւ դարածեք ձեր շրջակայքը մեր օջախի լույսի ակը մայրս հալող մոմներ բարի բացվող վարդի լույսը սպրող մայրս էր խամրող մեր սրտերում մայրս էր խամրող մեր սրտերում Բոբիկ ոտքիս սավնամոքով ուշանող լույսներ մայրս հազար ժպտով հինդի աղբյուր ինք չծամքող լույսի աղբյուր ինք չծամքող լույսի աղբյուր Ցանցար մազին ձյունը իջած կյանքեն կոքած սավներ մայրս այդ սավի մեջ նշույլի հանգոյն ժպտա ժպտուն մայրներ մայրս ժպտա ժպտուն մայրներ մայրս
սայրող վշտի կուրան մայր սերմարող իր հույսերով հուսալքված անգետ յանքիս մայր սելույսի շահավարող մայր սելույսի շահավարող Դեր սրտիս մեծ սեր սերմանող ախոս մշակ մայր սեր խոնջած լքումներով վհատ պահին ամոք մանհույս մայր սելացող ամոք մանհույս մայր սելացող Սանցար մասին ձյունը իջած, կյանքեր կոքած սավներ մայրս, այդ սավի մեջ նշույլի հանգոյն, ժպտա ժպտուն մայներ մայրս, ժպտա ժպտուն մայներ մայրս, Ժպտա ժպտուն մայներ մայրս, ժպտա ժպտուն մայներ մայրս